Չհասկացա։ Սենց է էլի պոնչ, մարդուն բերում ես, գործի տեր ես սարքում, դաստիարակում ես, իսկ իրենք հարսանիք են անում, ու մի հատ չեն էլ առաջարկում, որ ես իրանց կնքահայրը լինեմ։ Պետ ջան, կնքահայրը կնունքի ժամանակը, հարսանիքի վաղ քաբորը։ Ես նկատի ունեմ համ հարսանիքի, համ կնունքի։ Ներող Պետ ջան, հիմա հասկացա։ Վերջապես։ Վերեցի Բեկ ջան, իսկականից հարսանիքներ։ Բայց ինչ ուզում ես ասա, մարդը սեփական ձևագիրն ուներ, ստանդարտ ձևերով չէր աշխատում։ Ոչ! Հա Պետ ջան, Եթե մյուս անգամ խոսալու ժամանակ քնել ես, ես այդ կընդունեմ որպես անձնական վիրավորանք, հասկացա՞ր։ ներող կլնես Պետ ջան, անկախ ինձ ստացվում։ Մեր զանգի Ամերիկա գթի բիթին ասա թողին զանգի։ Սպասի զանգեմ հետը խոսա։ Չէ, ու զանգի իրան, Հա, ասա որ ինքը ինձ զանգի, այսօր իրիկում։ Եղա ոնց կասես, հասկացա Պետ ջան։ Ես մենը սրանցից ոչ մեկ ինձ չի հասկանում։ Այսօր Բեկից մի ձև պրծա, բայց ինքը այս հարցը սենց չի թողել։ Վարազդատ վստահ եմ, վաղ թե ուշ ինքը իմանալու է, որ ես իրան խաբել եմ, ու այդ ժամանակ ինձ ոչ մի բան չի փրկի։ Տիգրան, դու այսօրվա մասին հոգա, վաղը նոր վաղվա մասին կհոգաս։ Քեզ ինչ կա։ Դու թողելու ես գնաս, ես ընկնեմ կրակի մեջ։ Ոչ, կսխալվիս կոր։ Մենք իրարու հետ գերտանք։ Միասին։ Անշուշտ միասին։ Անադեն է գերտանք, երբ որ միլիոնը գինա մեր ցերկը, անադեն է գեհերանանք ոստեղել։ Վարազդատ, ես չգիտեմ, ձեր երկրում դու սենց կարգի հարցերը ոնց ես լուծում, բայց մեր երկրում դու չես կարող գնաս մարդուց իր փողերը վերցես։ Հանուն ինչի մարդը պետք է իր միլիոնը քեզ տա։ Ինչ չէ, մեզ։ Լավ թող մեզը լի, ինչ տարբերություն։ Տիգրան, դու ինձ լավ չես ճանաչներ։ Ես անանգ աֆերիստություններ ուրացեմ, որ շատ անհավատալի կթվա։ Հասկացանք, բայց այս այդ դեպքը չի։ Անոք եղի, Տիգրան, դու միայն կդիր այդ մարդուն, ամենը ծքեին վրա, կտեսնաս թե ինչպես այդ միլիոնը սինիին վրա կմադուցե մեզ։ Ինչ կմտածես քո։ Մտածում եմ ոնց պետք է Գուրգենին համոզեմ, որ շահողի անունը ինձ ասի։ Անոր համոզելը չի օգնել, պետք է ստիպել։ Վարազդատ, եթե դու մտածում ես, որ ես պետքա թուր ու թվանքով գնամ Գուրգենի մոտ, ստիպեմ այդ մարդու անունը ինձ ասի, չարաչար սխալում ես, տենց բան չի լինելու։ Տիգրան, ես ալ չեմ սիրել անակ բաներ, ստիպել չեմ սիրել։ Բայց դեպքում ես քեզ չեմ հասկանում։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, բայց մինչ այդ ինձ ամբողջական դերեկություն է պետք այդ Գուրգենին մասին։ Ինչի՞ դա։ Շատ հարցեր գուտաս քո։ Հա, բայց չիմանամ։ Ամեն ինչ իր ժամանակին Տիգրան։ Չի կարելի հոս անդեղի դեղը շրջանանում վատնել։ Ժամանակը ոսկի է, քալի երթանք։ Գնա, բայց ուր։ Երթանք ցերգուն։ Մենք պետք է ամեն ինչ ծրագրավորենք։
որ ասում ես ինչ ասեմ, գնացնեմ։ Հրստեն այարա, ես այսօր սաղից շատ փող ունեմ, կարամ ինձ ամեն ինչ թույլ տամ, դու կարամ ունենց անում, որ վարոն իմ համար տաքսի քշի ու ֆրցնի, բայց դրա փոխարեն ես եմ իր զորքաճի ֆրցնում։ Չէ, ախպերս, ամեն ինչը ճիշտ չի, սենց չի կարա շարունակվի, ես պետք է կյանքը վայելեմ, ոչ թե սրա նրա համար տաքսավատ անեմ։ Բուրգենն ասում է սպասի, բայց ինչին սպասեմ, ու ամենակարևորը ինչքան։ Այ տղա, այդ ինչի՞ս այդպես դժգոհ դեմքով նստել։ Դժգոհ չեմ։ Այդ կարողա դուրդ չի գալիս, որ ինձ ման ես տալիս։ Ինչ եք ասում, տիկին ոսկյա, գիշերները չեմ քնում, անհամբեր սպասում եմ, երբ իմանում եմ ձեզ եմ ման տալու։ Որ խելք ունենայիր, այդպես չէիր խոսի։ Չի լի, ես ավտոն քշեմ։ Ինչի կարողա չես քշում։ Չէ, քշում եմ, բայց որ խոսում ես, ուշադրությունը շեղվում է։ Դե ուրեմն լուրում ունչ քշին, որ չտանես գլուխս ուտես, հասկացա՞ր։ Եղավ։ Այստեղ միտեղ էլ պահի։ Ինչպես ես, ոնց ես, լավ ես, լավ է։ Ոսկյա ջան, այսօր հավաքվում եք։ Անպայման, երեկոյան ժամը 8-ին վարորդը կգա, ձեզ կբերի մեր տուն, լավ։ Երջո, այստեղ արի։ Մեր վարորդն է, այսինքն իմ անձնական վարորդն։ Բարև ձեզ։ Երջանիկ, աղջիկներին հերթով բոլորին կտանես իրենց տներով, լավ, Ալային կտանես Չարբախ, Նելիին Ավան, Կարինեին Բանգլադեշ, Վարդունուն էլ Փարաքար Պարզա։ Ոնց հիմա բոլորին պետք է միանգամից իրանց տներով տանեմ։ Հա, բոլորին միանգամից կտանես իրենց տներով եւ տանտեղերն էլ լավ կհիշես, որ երեկոյան միանգամից բոլորին մեր տուն բերես։ Բայց շեֆը ասեց 2 ժամվա գործ է, համեր ես իրի գունը գործեր ունեմ։ Նախ եւ առաջ Երջանիկ, քո շեֆերից մեկն էլ ես եմ։ Նախ եւ երկրորդ։ Դու տաքսի սերվիսում ես աշխատում եւ քո գործը տաքսի քշելն է, պարզա։ Արա դու ասա դուխի համաձայնվեցիր, է։ Դե աղջիկներ, նստեք մեքենան, հաջողություն։ Կհանդիպենք,